Ամենահզոր խոսքը ամենաիմաստուն մարդիկ գալիս են գյուղից, այսպես են ասում թերևս մեր մեծերը։ Եթերում իմպուլսն է տաղավարում Բրույր Այվազյանը, ֆերմեր, Գյուլագարակ համայնքի ավականու անդամ, մեր լավ բարեկամ։ Ոնց եք։ Ողջույն Տիկին Ավետիսյան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Փորձում ենք լավ լինել, որովհետև իրավիճակը փոքր-ինչ ծանր է ֆերմայի գյուղատնտեսության առումով, հիմա մեր գյուղում, իմ ֆերմայում եւ ընդհանուր Հայաստանում դաբախ համաճարակն է տիրում եւ փորձում ենք դուրս գալ այս իրավիճակից հնարավորինս թեթև պայմաններով։ Պետությունը աջակցություն ցուցաբերում է այս խնդրում, սա շատ կարևոր է, դաբախը ես հիշում եմ դեռ խորհրդային տարիներից, սա լուրջ համաճարակ է տնտեսություններում։ Այո, դաբախը բավականին ծանր ընթացք ունեցող համաճարակ է։ Բարեբախտաբար դաբախ վերջին անգամ ամենայն դեպս մեր գյուղում եղել է սովետական միության ժամանակ եւ այս առումով պրակտիկ գիտելիքներ չենք ունեցել դաբախի դեմ պայքարելու կամ կանխարգելելու, չնայած կանխարգելելու մասով հիմնականում պատվաստանյութերն են։ Օրինակ իմ ֆերմայում պատվաստանյութը կիրառվել է անասնաբուժը ժամանակին եկել, իր պարտականությունները կատարել է, բայց արի ուտես, որ պատվաստված վիճակով անգամ կենդանիները միևնույն է դաբախով հարակվել են։ Այստեղ երկու խնդիր կարող են ունենալ պատկան մարմինները, պետական մարմինները։ Տարբերակ մեկ դաբաղի պատվաստանյութը եղել է ոչ այս տեսակ դաբաղի համար, որը պիտի իմանային, կարողանային վերահսկել, եւ երկրորդ տարբերակ, եթե դաբաղի պատվաստանյութը ոչ պատշաճ որակի է եղել։ Այս երկու պարագայում էլ ոնց որ ֆերմերները եւ կիրառողները, այսինքն անասնաբուժները, մեղավորություն ըստ էության չունեն, բայց վնաս կրողը մենք ենք, չարչարվողներն էլ ոնց որ անասնաբուժներն են մեզ հետ հավասար։ Բայց փաստն է, որ հիմա ֆերմերները, գյուղացիները լուրջ վնասներ են կրում եւ այս պարագայում պետությունը պիտի վերլուծություն անի, հասկանա որտեղ էր իր խնդիրը, որտեղ վրիպեց, որտեղ սայթակեց, որ այս իրավիճակը առաջացավ։ Չունենք գյուղատնտեսության նախարարություն, բայց ունենք նախարարություն իր համապատասխան ստորաբաժանումով, որն իրականացնում է նախկին գյուղատնտեսության նախարարության գործառույթները։ Այս մասին կխոսեք, ինչ փոխվեց եւ արդյոք կարեւոր է Հայաստանի նման երկրի համար գյուղնախարարություն ունենալը։ Իմ անձնական կարծիքով շատ կարևոր է ունենալ գյուղատնտեսության նախարարություն մի երկրի համար, որի համար գյուղատնտեսությունը հայտարարված է որպես առաջատար ուղղություն, առաջատար ճյուղ տնտեսության եւ իրականում այդպես էլ կա։ Օրինակ, եթե նայենք եվրոպական երկրներ, կտեսնենք, որ եվրոպական որոշ երկրների տնտեսական այդ արժեշղթայի մեջ գյուղատնտեսությունը օրինակ 4%, 5% է եւ նրանց պարագայում կարող է արդարացված լինել գյուղատնտեսության նախարարություն չունենալը եւ գյուղատնտեսության նախարարությունը ներառել այլ ենթակառուցվածքային նախարարության մեջ։ Բայց մեր պարագայում, երբ գյուղատնտեսությունը առաջնային է եւ զբաղվածության մակարդակով գյուղերում մարդկանց ինքնազբաղվածությունը հիմնականում գյուղատնտեսության ոլորտում է, այս պարագայում գյուղատնտեսության նախարարությունը պիտի լինի իր բոլոր գործառույթներով, որտեղ հիմա ներառված է մի նախարարության մեջ որպես ստորաբաժանում, բայց գործառույթային մասով գյուղատնտեսությունը զգալի լայն շրջանակներ է ներառում Հայաստանում, ըստ այդմ սա անհրաժեշտություն է։ Հիանալի օրինակ եք չդատարկվող գյուղի երիտասարդի, ավելի ճիշտ ձեր գյուղն էլ դատարկվում է Գյուլագարակը, բայց ես գոնե տեղյակ եմ ձեր կենսագրությունից շատ լավ հնարավորություններ քաղաքում, մայրաքաղաքում թողել եք եկել գյուղ, հա այս մասին եւ ինչ մասնագիտություն ունեիք, որտեղ էիք աշխատում։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, իմ երկրորդ մասնագիտությունը համարում եմ գյուղատնտեսությունը, քանի որ կրթությամբ գյուղատնտեսական կրթություն չունեմ, համալսարանական, բայց պրակտիկան եւ ընթացքում ստացած գիտելիքները հիմա էլ ես անդադ ինքնակրթվում եմ տարբեր ուսուցողական միջոցառումների եմ մասնակցում եւ որպես այդպեսին համարում եմ, որ երկրորդ մասնագիտությունս գյուղատնտեսությունն է։ Իրավաբանությունը թողեցի
2018 թվականից սկսած այն ժամանակ աշխատում էի ՊԵԿ-ում որպես սնանկացության գործերի ավագ իրավաբան, այնուհետև հարկային վերահսկող եւ ինչ որ փուլում հասկացա, որ ինձ գյուղը հետ է կանչում եւ ես պիտի լինեմ գյուղում եւ այստեղ եւ նախասիրությունների հարց կա անձանց տարբերության եւ սեփական նախասիրությունների եւ կա նաեւ պատասխանատվության հարց, թե դու ինչքանով ես քեզ որևէ բանի համար պատասխանատու համարում։ Օրինակ, եթե քո գյուղը դատարկվում է, դու դրա համար կողքից ուղակի ափսոսում ես, թե քո մեջ կա որոշակի պատասխանատվություն, որ դու զգում ես, որ բացի ափսոսալը դու պիտի նաև որևէ քայլ անես եւ այդ պատասխանատվությունը ունենալով ես զգացի, որ ես պիտի ինչ-որ բան անեմ եւ ես պիտի լինեմ այնտեղ։ Հիմա այս տեսանկյունից ինչու են գյուղերը դատարկվում եւ ինչու են մեծերը ապրում գյուղում եւ երիտասարդները այդքան ոնց որ հիմնական դատարկվող զանգված երիտասարդներն են։ Խնդիրներից մեկը այնտեղ է, որ գյուղատնտեսությունը այդքան էլ եկամտաբեր բիզնես չէ։ Եվ համեմատությամբ այլ զբաղվածությունների հետ ավելի դժվար է։ Այո, ռիսկային, աշխատատար։ Այո, սրա համար երիտասարդները լքում են, բայց պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդների համար գրավիչ լինի, մի քիչ էլ շահութաբեր լինի, որ մնան։ Ինչքան ուզում է դու համոզես, որ գիտես մնացեք լավ է բան, բայց պիտի նաև շահույթ ունենան, չէ՞ որ կարողանան հասկանալ, որ ընտանիքի հետագա հոգսերը կարողանալ են դրանով բավարարել։ Եթե դուք լինեք որոշում կայացնող, ինչ կփոխեք գյուղատնտեսության քաղաքականության մեջ։ Շատ հարց տվեցիք, ես եթե առիթներ լինում է, մի քանի այդպիսի առիթներ եղել են, եթե չեմ սխալվում, արդեն էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկի այս կամ այն վարչության հետ հանդիպում ունենալու, ընդ որում դա ոչ իրենց նախաձեռնությամբ, այլ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների նախաձեռնություն է եղել, եւ ես այդտեղ իմ քննադատությունն եմ հնչեցրել գյուղատնտեսական պետական քաղաքականության վերաբերյալ, որը այս կոնտեքստում է. եթե պետական մարմինը իրականացնում է պետական աջակցության ծրագիր, օրինակ ֆերմերներին ուղղված ծրագիր, օրինակ 0%-ի վարկերի սուբսիդավորման ծրագիրը կամ այնտեղ հազար ու մի հիմա ծրագրեր կան։ Շատ լավ է, ողջունել է, որ ծրագրեր կան, բայց այստեղ լուրջ բաց կա։ Բացը նրանում է, որ որոշում կայացնողները եւ ծրագիր նախագծողները որևէ անգամ չեն հարցնում ֆերմեր, ո՞րն է քո դարդուցավը, ինչ կուզենաս լինի, որ քո համար ավելի լավ լինի, որ քո համար ավելի հեշտ լինի դրանով զբաղվել, որ դու ավելի զարգանաս, ավելի մեծանաս, ընդլայնվես, ինչ կուզես որ լինի։ Դա չեն հարցնում։ Եվ այսպես ինչ որ տաղավարում կամ գրասենյակում կամ կաբինետում նստած մարդիկ մշակում են ծրագիր, որը պիլոտային բերվում է, դրվում է, պիլոտը կամ որոշակի հաջողվում է, կամ որոշ դեպքերում չի հաջողվում, ամփոփում ենք, որ այս պիլոտը չհաջողվեց, մեկնարկում ենք նոր ծրագիր։ Եվ մեր կյանքը այսպես մենք դառնում ենք պիլոտային մարդ, այսինքն փորձարկվող մարդ։ Մենք ամբողջ կյանքում ինչ-որ բաներ փորձարկում ենք, ավարտվում ենք, գալիս է նոր սերունդ, ինչ-որ բաներ փորձարկում, ավարտում գնում։ Այսինքն մենք միշտ պիլոտային կյանքի մեջ ենք։ Հիմա ֆերմեր լինելը հերոսություն է թե աշխատանք։ Երբեմն դժվարությունները այնքան շատ են լինում, որ ես ասում եմ, որ դա իսկապես հերոսություն է, որ ասում եմ ֆերման պատերազմ է, պետք է պատերազմի մեջ փորձել դիմանալ։ Հետաքրքիր է, որպես գյուղաբնակ մարդ, գյուղի, հիշում եք, ասում են գյուղի ինտելիգենցիայի ներկայացուցիչ, հիմա այդ խորհրդային տերմինը օգտագործեցի, բայց ինչպես են մտածում գյուղացիները, մասնակցում են արդյոք, ես որպես նաև Գյուլագարակի ավագանու անդամ եմ ասում ձեզ, ընտրված ապրելու երկիր կուսակցությունից, չէ՞, մասնակցում են արդյոք կառավարմանը, համայնքի, զարգացման վերաբերյալ խնդիրներ, ծրագրեր եւ այլն, թե անտարբեր ինչպես միշտ, անհաղորդ։ Օրինակ հանրային լսումների մասով ասեմ, որ Հայաստանում դա կփաստեն բոլոր
ճիշտը խոստովանող կազմակերպությունները, հասարակական կամ պետական կազմակերպությունները, որ օրինակ հանրային լսումները Հայաստանի Հանրապետությունում կրում են այլ պետությունների մասով չեմ կարող ասել, քանի որ հետազոտություններ եւ փաստեր չունեմ, համենայն դեպս մեր հանրապետությունում կրում են ձևական բնույթ։ Դրանք միշտ ձևական են։ Կազմակերպվում է հանրային լսում, որտեղ դա օրենքի պահանջ է, օրենքում ձևակերպված է, որ օրինակ բյուջեի կամ տարեկան սուբվենցիայի մասին պետք է լինի հանրային լսում, հանրային լսմանը հրավիրվում են ենթակա համայնքներ, ենթակա հիմնարկների, պոակների, բանի աշխատակիցներ կամ դպրոցի աշխատակիցներ նստում են նկարվելու համար, նկարում են իբր այսպես կոչված հանրային լսումը տեղի ունեցավ եւ բնակիչներ կային եւ հարցեր եղեցին բան, բայց իրականությունը լրիվ այլ է։ Իրականության մեջ մարդիկ հանրային լսման չեն գնում երկու պատճառով։ Պատճառներից մեկն է նա, որ կողքից կարող է նայեն իրանց վատ վերաբերվեն, ասեն, բա դու գիտես գնացել էր այսպես այնպես, բայց սա հիմնական պատճառը չի եւ ավելի շատ բնորոշակ գյուղական բնակավայրին։ Երկրորդ պատճառը եւ հիմնական պատճառը այն է, որ գիտեն, որ իրենց ուղղակի չեն լսելու։ Իրենց լսելու են ինչ որ տենց քաղաքական գեղեցիկ ձևակերպված, լավագույն դեպքում գեղեցիկ ձևակերպված պատասխան են տալու եւ անցնելու են միևնույնը անելու են այն, ինչ իրենք ցանկացել են։ Սա նաեւ ավականու մասն է խոսքի, եթե ավականու անդամն է բարձրաձայնում, ուր մնաց թե ավականու ասածն էլ տեղ չի հասնում, ուր մնաց թե բնակիչը գա ինչ որ բան բարձրաձայնի եւ դա լինի բնակչի ասածով։ Եթե այդպես 1, 2, 3 դեպք լիներ, հավատացեք, հանրային լսմանը կդառնար գրանցվող, որտեղ այդքան մարդ չէր տեղավորվի։ Եթե մարդիկ իմանային, որ իրենց կարծիքը տեղ է հասնելու, իրենց կարծիքը հաշվի առնվելու է։ Հետաքրքիր է դուք որպես ընդդիմադիր մարդ եւ ոչ միայն որպես ավականու անդամ, ձեր հայացքներով, ձեր մտածելակերպով այս երկրում որպես քաղաքացի ընդդիմադիր դիրքերից եք հանդես գալիս։ Երբ որ խոսում եք, ընդունում են գյուղացիները, լսում են ձեր կարծիքը կամ հարազատները, թե խուսափում են ընդդիմադիրներից, ինչ մթնոլորտ է գյուղերում, հետաքրքիր է։ Առհասարակ սրա հետ կապված եւ գյուղում, եւ քաղաքում, եւ ամբողջ հանրապետությունում խնդիր կա, խնդիրն այն է, որ ընդդիմադիր դաշտում այնքան շատ են խոսողները, դրանց մեջ կան մարդիկ, որ խոսում են հիմնավորված, մարդիկ կան, որ խոսում են անհիմն եւ շատ դեպքերում, մեծամասամբ դեպքերում բոլորն ասում են իրարամերժ, հակադարձ, ընդհանրապես մեկը մյուսի կարծիքին չհամապատասխանող բաներ եւ մարդիկ այս քաոսի մեջ ուղակի խճճվում են, ել չեն իմանում ում հավատան, ում չհավատան։ Մեկը ասում է մի բան, ոնց որ թե խելքին մոտ է ասում, հավատում են, հաջորդ օրը դրա հակառակ են մեկն է ասում, էտել են ասում են դե լավ, ոնց որ թե ճիշտ ասում, այն մյուսը մի ուրիշ բան ասում եւ այս տեղեկատվական տարափի մեջ մարդիկ ուղակի խճճվում են։ Այստեղ շատ կարևոր է ունենալ ճշտախոսի այդ իմիջը, որ քեզ հավատան, բայց դա կարա լինի նեղ շրջանակում համենայն դեպս մեր համայնքում, օրինակ գիտեմ, որ վրույրը երբեք ինչ որ բան չի ասի, էլի, ստախոսություն չի ասի ինչ որ մեկին անիմաստ, չի զրպարտի, եթե ինչ որ մի բան ասում է, ուրեմն դա ստուգել է, դա հաստատ է, դրա վերաբերյալ կան ապացույցներ, այսպես ասած։ Բայց խնդիրն այն է, որ սա լոկալ մակարդակում է, որտեղ լոկալ մակարդակում գյուղում կամ համայնքում կարող են վրույրին մոտիկից ճանաչել, իմանալ, որ նա օրինակ այսպիսի կերպար է։ Բայց լայն մասշտաբով ընդդիմադիր դաշտում սա լուրջ խնդիր է, որովհետև երբեմն ասվում են բաներ առանց հիմնավորելու, բայց մարդկանց ականջին հաճելի է։ Եվ սա դաշտը փչացնում է։ Նա ով գալիս է ճշմարտություն ասելու հիմնավորված, նրան գուցե այդքան չեն լսում են նրան, ով ականջահաճո բան է ասում, բայց այդ ականջահաճոն էլ հարց է դեռ իր ենթատեքստում ունի ընդդիմադիր, թե դիմադիր ինչ որ բանի հանգեցնող տեսակետ, թե ընդդիմադիր դաշտը փչացնելուն ուղված ինչ որ կարծիք, սա լուրջ խնդիր է։
Գիտեք ինչն է հետաքրքիր ձեր պարագայում սովորաբար այսպիսի մտածելակերպ կա, որ ընդդիմադիրը անհաջողակ է, չի ստացվել, իր կարողությունները չի կարողացել գործի դնել, այսինքն պետության մեջ, երկրի մեջ, համայնքի մեջ իր տեղը չի գտել, բայց ունի կարողություններ եւ հնարավորություններ եւ այլն։ Ձեր դեպքում ես կարող եմ ասել դուք հաջողակ եք, բայց միաժամանակ նաև ընդդիմադիր, որն է այս հաջողության բանաձևը, գաղտնիքը, որ կարելի է լինել հաջողակ եւ միաժամանակ նաև չխուսափել քաղաքական սուր հայացքներից, խոսքից։ Գիտեք, ինձ եւ իմ թիմին ընդդիմադիր դարձրել է համայնքային պայքարի մեջ պարտությունը եւ որքան էլ զավեշտալի է, ես միշտ ասում եմ, միջև ընտրությունները ասում եմ, որ գիտեք սովորաբար այդպես է եւ մեր դեպքում էլ ենթադրում եմ, որ այդպես է լինել, որովհետեւ ասում էի, որ միշտ հաղթանակը բոլորը վերագրում են իրենց, ասում են, այ իմ շնորհիվ հաղթեց, բայց պարտությունը միշտ թողնում են պարտվածի, ասում են դու պարտվեցիր։ Եվ մի հետաքրքիր ֆենոմեն կար այդ պարտությունից հետո, բոլորը ով հանդիպում էր ասում էր ես եմ մեղավոր, որ դու պարտվեցիր, ասում էի, բայց ինչու, ինչ ես դու մեղավոր, ինչ ես տենց կարծում, ասում էր ես այս բաները կարող էի անել ու չարեցի, ես եմ մեղավոր։ Այնքան բաներ, դա իսկապես շատ ոգևորիչ էր, դու սկսում ես գնահատել դիմացինին, տեսնել, որ մարդիկ տեսել եւ գնահատել են։ Հիմա մեր երկրում ժողովրդավարության դեմ ուղղված, անմիջապես ժողովրդավարության դեմ ուղղված լիքը գործողություններ, Ալավերդու օրինակ, Փարաքարի օրինակ, երբեմն բարեկամներ, հարազատներ ասում են, որ գիտես ուրախ ենք, որ դու չընտրվեցիր, որտեղ մտածում են, որ կարող շատ ավելի վատ հետևանքներ լիներ, եթե օրինակ ես ընտրված լինեի համայնքապետ։ Այդ հաջողելու բանալին լինել ընդդիմադիր, բայց ընդունված մարդ ոչ թե ձախողվածի կերպար, արդար լինելն է, մարդկանց հետ արդար լինելը, չփորձել նրանց մանիպուլացնել, չփորձել նրանց որպես գործիք օգտագործել, սա հիմնական հանգամանքներն են, որովհետև դու կարող ես ունենալ ենթատեքստեր, դրանց մասին բաց չխոսել, ունենալ վատ նպատակներ, բայց դա մեկը զգում են, մարդիկ զգում են, որ դրա տակ դու վատ նկրտումներ ունես։ Մեր պարագայում դա չի եղել, արդարամիտ գնացել ենք, ազնիվ գնացել ենք, դրա համար այդ հարգանքը, պատիվը ունենք եւ մարդիկ ոչ թե ասում են դու պարտվեցիր, այլ ասում են մենք ենք մեղավոր, որ դու պարտվեցիր։ Հասկացված եք։ Այո, այո։ Հա, համայնքում հասկացված եք։ Իսկ գալիք ընտրություններին պիտի փորձեք էլի ձեր հնարավորությունները ավագանում, թե ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեք, ինչ ձևաչափով։ Արջևում դե ազգային ժողովի ընտրություններն են, որին կհաջորդեն նաև թիմ ընտրությունները, այստեղ ժամկետի հարց կա, եթե համայնքները խոշորանան, օրինակ Գյուլագարակ համայնքի մասով, եթե խոշորացում լինի, դա լինելու է 1 տարի, դա լինելու է ուրեմն ազգային ժողովի ընտրություններից 2-3 ամիս անց, եթե խոշորացում տեղի չունենա, դա լինելու է ազգային ժողովից 1 տարի անց։ Հիմա հարցին մասնակցելու եմ թե ոչ, այո, դեռ քաղաքականության մեջ եմ, չնայած նրան, որ ինձ որ հարցնում են ինչով ես զբաղվում, թվարկում եմ գյուղատնտեսությամբ, այսով այնով եւ քաղաքականությամբ, միշտ ճեշտում եմ, որ քաղաքականությունը ինձնից ամենաշատ բան տանող ոլորտն է, ժամանակի, ռեսուրսների, նյարդերի առումով ամենաշատ ինձնից տանողն է, բայց ինձ որ հարցնում էին ինչու եմ քաղաքականության մեջ, միշտ ասում եմ, որ քանի դեռ ես տեսնում եմ, որ կա խնդիր, որտեղ ես կարամ որոշակի բաներ փոխեմ, իմ նպաստը բերեմ, այդքան ժամանակ քաղաքականության մեջ եմ։ Ու միշտ երազում եմ, որ խնդիրներ չլինի, ինչ որ տենց եվրոպական երկրի նման մեր համար շրջապատված լավ բարեկամ երկրներով ապրենք, ես էլ գնամ զբաղվեմ իմ գյուղատնտեսությամբ, իրավաբանությամբ եւ անհրաժեշտությունը չունենամ քաղաքականության մեջ լինելու։ Սա պարզապես երազանք է, չգիտեմ մի օր սրան կհասնենք, թե չենք հասնի։ Հուսամ կհասնենք եւ վերջին հարցս գյուղական համայնքներում քաղաքացիական հասարակությունը
ժողովրդավարությունը ահագին տեղաշարժվեց վերջին տարիներին։ Հիմա գոնե մարդիկ ազատորեն կարողանում են իրենց կարծիքը արտահայտել գոնե ընտրությունների միջոցով։ Վերջին ընտրություններն ինչ ցույց տվեցին։ Հանուն արդարության պիտի փաստեմ, որ ընտրությունները բուն ընտրական process-ը, ոչ նախընտրական, բուն ընտրական process-ը ընթացել է սահմանված կարգին համապատասխան։ Սա փոփոխություն է, որ պետք է արձանագրել եւ ասել, այո, տեղի ունեցել։ Եվ սա դիմադիր իշխանական եւ ոչ իշխանական թևի համար եմ ուզում շեշտել, որ շատ կարեւոր է, որ դիտողությունները լինեն առարկայական, այսինքն որը լավն է արձանագրենք, որ լավն է, որը վատն է արձանագրենք, որ լավն է, վատն է, որտեվ ժողովրդին սա էլ խոճապի է մատնում, որ ամեն վատ իշխանությունը ամեն վատ լավն է դարձնում, ընդդիմությունը հակառակ ամեն լավ մեկնաբանում է որպես վատ։ Այդպես չի կարելի, էլի պետքա օբյեկտիվ ճշմարտության սահմանները չկորցնեն ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը։ Լավին լավ, վատին վատ։ Հիմա սա արձանագրենք։ Այո, տեղի ունեցել բուն ընտրական process-ները ամբողջությամբ արդար։ Եթե հետ գանք դեպի նախընտրական process-ներ, ապա այստեղ կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչ նախընտրական խախտումներ են տեղի ունեցել։ Եվ դրանց մի մասը ընդ որում օրենքի քրեական օրենսգրքի ձևակերպումներին համապատասխանող նախընտրական բաներ եւ վարչական լծակների եւ նախընտրական այնտեղ գումարային շարժերի բանի վերաբերյալ։ Բայց բուն ընտրական process-ը տեղի ունեցել արդար եւ այն ինչ որ ֆիքսվել է մարդկանց տրված ձայնի հիման վրա։ Եվ մի գործիք էլ կա, որ կիրառվում է անուղղակի ազդել մարդկանց տրամադրությունների վրա, որ չգնան ընտրությունների։ Սա եւս գործիք է, որը կիրառվում է, այսպես ասած, օրենքի շրջանակներում, բայց կիրառվում է։ Ենթատեքստով մարդկանց տանում է էլի նրան, որ պասիվության են մղում մարդկանց, որը ձեռնտու է բնականաբար իշխանությանը։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան, հարգելի սիրելի մեր վրույր, մեր լավ հերոս, հուսամ, որ մենք դեռ կհանդիպենք նաև նախընտրական շրջանում, անկախ նրանից, թե որ ընտրություններին կփորձեք ձեր հնարավորությունները, սիրելի հեռուստադիտող, մեր տաղավարում հյուրընկալել էինք Գյուլագարակ համայնքի ավականու անդամ, ֆերմեր Վրույր Այվազյանին։ Շնորհակալություն, կհանդիպենք։